Կենտրոնական բանկի թերի աշխատանքների պատճառով է, որ բանկերը իրենց թույլ են տալիս ինչ ասես եւ կողոպուտի են ենթարկվում անհամաչափորեն քաղաքացիները։ Հիմա դուք ինչ եք պահանջում, որպեսզի կենտրոնական բանկի նախագահ հրաժարական տա։ Այո, բերեն մի հատ այնպես մարդ նշանակեն կենտրոնական բանկի ղեկավար, որ կարողանա բանկերին բերել օրինական դաշտ, ուղղակի։ Բանկերը օրինական դաշտում չեն։ Ես արդեն նշեցի հիմքերը, չէ, ասեցի, որ իրանք խախտում են իրենց պայմանագրերը։ Իրանք ունեն հստակ բարդողումներ, որի մասին գլխավոր դատախազը խոսել է անգամ ազգային ժողովում։ Հիմա չեն կարող աշխատեն բանկերը, որովհետև չեն ստիպում նրանց աշխատել ճիշտ։ Ով չի ստիպում, կենտրոնական բանկի նախագահը։ Մենք պահանջելու ենք հանդիպում 107 պատգամավորների հետ։ 107 պատգամավորներից, ովքեր կունենան սրտացավություն, հոգատարություն, ցանկություն քաղաքացիներին աջակցելու, մասնակից լինելու այս կնճռոտ հարցի լուծմանը, այդ քաղաքացիներն էլ թող մոտենան մեզ, այդ պատգամավորներն էլ թող ընդունեն մեզ, որպեսզի իրանց հետ քննարկենք այս բարդ ու կնճռոտ։ Կան երկրում գրանցված 17 բանկեր, որտեղ տեղի են ունենում զեղծարարություններ, սակայն 3 նշված բանկերի դեպքում 95%-ից ավելին այս 3 բանկերն են, հա, որտեղ զեղծարարություններ են տեղի ունենում անհամաչափորեն։ Մյուս 14 բանկերից հատուկ ենթում կան դեպքեր, որոնք վիճահարույց են, որոնք քննարկելի են, որոնք ըստ մեր գնահատականների ոչ օրինաչափ են, բայց հա, բարև ձեզ։ Հարգելի պատգամավորներ, մենք եկել էինք այստեղ, մենք մեր համար տեսեք, շատ լավ, մեր համար ըստ էության տարբերություն չկա, մենք չունենք քաղաքական կողմնորոշում, մենք շատ լավ։